Դավիճակն է աղջկա ներքին թրջնի, որ պոկվել դուրս է դրել կողախցից և հիմա ազատ թևածում է միևնույն երկնքի մեջ, ինչպես կոշիկներ էիր ու միևնույն անձրևի տակ։ Բարս է, համոզվելու համար հիմա պատկերացրու ամեն ինչ նույնն է, բայց անձրև չկա։ Բարի օր, հարգարժան տիկնայք և պարոնայք։ Ողջույն սիրելի հյուրեր։ Սոնավանի յուրաքանչյուր հայաստանյան այց գրեթե միշտ նշանավորվում է նոր գրքի ծնունդով և այս տարին էլ բացառություն չէ։ 2025 թվականին լույս է տեսել Սոնավանի այս աղջիկը նոր գիրքը, ինչի արդիկ ջերմորեն շնորհավորում ենք սիրելի բանաստեղծին։ Եվ իհարկե ձեր ծանոթությունները, սիրելի հյուրեր, իսկ մենք մաղթում ենք, որ գիրքը գտնի ընթերցողին, իր արժանի ընթերցողին և իհարկե արժանանան շատ ու շատ ծափահարությունների աշխարհի տարբեր անկյուններում։ Ձեր ծափահարությունները ևս մեկ անգամ շնորհակալ։ Հայ բանաստեղծ, էսեիստ Սոնավանը բանաստեղծական 8 ժողովածուների հեղինակ է։ Թարգմանվել է 30 լեզուներով, ներկայացվել է Եվրոպայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Վրաստանում, Արգենտինայում, Կոլումբիայում, Աֆրիկայում, Հնդկաստանում, Չինաստանում և այլուր։ Արժանացել է թե հայրենական և թե միջազգային հեղինակավոր մրցանակների։ Հայաստանում արժանացել է Մովսես Խորենացի, Մեսրոպ Մաշտոց, հայերենի դեսպան, ոսկե ծիրան և Սփյուռքի նախարարության ոսկե մեդալների։ Կարծում եմ պետք է այս մեդալները միշտ ուղեկցվեն ծափահարություններով։ Իսկ ԱՄՆ-ում կինը գրականության մեջ, կինը կատարելության մեջ և ամենաազդեցիկ կինը մրցանակներին։ Վերջերս էլ 2025 թվականի գարնանը ամերիկյան դաշնային կառավարության կողմից արժանացել է Միացյալ Նահանգների ամենաբարձր Life Achievement նախագահական ոսկե մեդալին իր ամերիկյան նոր կյանքի ձեռքբերումների համար։ Չինաստանում Սոնավանն արժանացել է պոեզիայի բարձրագույն մրցանակի և ուշադրություն Չինաստանի պատվավոր քաղաքացու կոչման։ Բանաստեղծի լիբրետո անապատի համար ժողովածուից աստված, կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը գրել է օպերա և բալետային ներկայացման երաժշտություն։ Սոնավանը
Ես միշտ ընդհատում եմ, բայց կարող եք ծափարել, այո, ես Չհաղթել բավական։ չկատեմ, այո, ավանդել։ Սոնավանը համարվում է իր կյանքի ընթացքում ամենաշատ գրախոսված եւ թարգմանված հայ հեղինակը։ Այո, եւ պահը չկորցնելով, հենց հիմա ձեզ ենք ուզում ներկայացնել ականավոր մշակութային գործիչների եւ գրականագետների գրախոսականները Սոնավանի պոեզիայի վերաբերյալ։ Խնդրեմ ավետ։ Առանց հրաշագործի կեցվածք ընդունելու Սոնավանը հրաշքներ է գործում գրեթե բոլոր բանաստեղծությունների մեջ։ Լևոն Բլբուլյան, բանաստեղծ, թարգմանիչ։ Սոնավանի արվեստը յուրահատուկ ճշգրիտ ժամացույցներից է, որոնց հանդիպելիս կամա թե ակամա ցանկանում ես ճշգրտել քո ժամացույցը։ Ես երկու ձեռքով միանում եմ առօրեական ու նաև երկնային շատ ու շատ բաներ վերցնելու ու նորից իրենց տեղը դնելու Սոնայի գյուտին։ Ալիս Հովհաննիսյան, արձակագիր, հրապարակախոս։ Գոյության իմաստի շուրջ ռիթմական ասելիք ունի Սոնավանը։ Ասելիք, որ իբրև կենսափիլիսոփայություն ընդգրկվել եւ խորացրել է իր սահմաններն այնքան, որ ամեն բան կամ ամենայն ինչը տեսնվում է համամոլորակային դիտարկմամբ, մասշտաբային անհանգստությամբ ու տագնապով, արդիականության եւ պատմության մեկտեղմամբ։ Շանթ Մկրտչյան, բանաստեղծ, թարգմանիչ։ Սոնավանը իր էությամբ արտիստ է։ Նա բանաստեղծության մեջ դնում է իր էությունը, իր եսը, իր զգացումը, սակայն այնուհետ դուրս է գալիս այդ կեղևից, կախարդական մի ուժով մտնում մարդ էակի ներաշխարը, ներսից զննում է նրան, մտահոգ է նրանով, ապրում է զգացման բազմազանությամբ եւ այն յուրօրինակ ներկայացնում ընթերցողին, նորովի, թարմաշունչ ասելիքով, նոր գույնով ու նոր շեշտով։ Այլիտա Դոլախանյան, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր։ Ես հարցրի Սոնավանին, կարելի է արդյոք հանգավորել նրա պոեզիան, նա ասաց, կարելի է, բայց այնպես ասաց, որ ես իմ կողմից ավելացրի, սակայն զգուշորեն։ Սա այն դեպքն է, երբ հեղինակի ինտուիցիան խթանում է թարգմանչի ինտուիցիան եւ ի վերջո դրանք համընկնում են իրար։ Սոնային կոչում են նոր սափվո, նոր ամեն ինչու։ Առավել կարևոր այլ բան է, ժամանակի բնական զգացողություն, որն ավելի խորն է ու ավելի նախնական, քան պատմական ժամանակը։ Իլիա Ֆալիկով, բանաստեղծ, թարգմանիչ, գրաքննադատ։ Սոնավանը չի կոկում, հղկում մտային հոսքը, այլ թողնում է, որ նախանյութը հոսի իր բացած հունով, բնազդորեն։ Բանաստեղծի միտքը անսանց թափառումների մեջ խախտելով բոլոր կաշկանդումները, գունավորում, իմաստավորում է կյանքի դատարկ շրջանակները։ Ռուզաննա Արիստակեսյան, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր։ Սոնավանի բանաստեղծություններն ինձ երևակում են քնի եւ աղբության, խելացնորության եւ իմաստության, հոգեկան ջերմության եւ ցավի սահմանում։ Մալլավա Գոնաշվիլի, Վրաստանի գրողների միության նախագահ։ Տարբեր են մեր իմ եւ քո բանաստեղծական ձեռագրերը, պոետիկան, արվեստի ու գրականության նկատմամբ ունեցած մեր մոտեցումները։ Սակայն դա չի խանգարում, որ ես բարձր գնահատեմ քո պոեզիան, գրելաձևի թարմությունը, մտածողությանը ինքնատիպությունը, աստվածայինի քո յուրահատուկ ըմբռնումը։ Սիլվա Կապուտիկյան։ Սոնավանի հասունության միջօրեին հասած բանաստեղծությունը զորավոր ուժ է հայոց լեզվով ու հայ գրականությամբ ապրող ամեն մեկիս համար։ Բանաստեղծական շշուկն ու բանաստեղծական ճիչը նրա գրվածքներում, մեր մանկության տան ձայները մեզ վերադարձնելուց զատ գնում են միանալու նույնանման շշուկներին ու ճիչերին, որ դարերով արձանագրվել են հայ բանաստեղծական արվեստում։ Տիգրան Մանսուրյան։ Սա ոչ մեկին չնմանվող, ոչ միայն դրամատիկ վիճակներում ու հավերժական թեմաներում, այլ մինչև իսկ ապրումի կոմիկականության մեջ Սոնավանի զարմանալիորեն հաջողվում է դիպչել ընթերցողու հոգու եւ ինտելեկտի նրբագույն շերտերին, առաջացնելով մարդկային փորձի իրական զգացողություն։ Իննա Լիսնյանսկայա, բանաստեղծ, թարգմանիչ։ Սրանք բանաստեղծություններ են, ուրիշ ածականներ պետք չեն։ Առաջին իսկ ընթերցումի ընթացքում հասկացա, որ սա բոլորովին նոր ձայն է, եւ այս գործերը իրավունք ունեն անհատական ճակատագրի։ Այստեղ առկա են հավերժական կնոջ հոգեբանական բոլոր ենթաշերտերը նախնական ժամանակներից մինչև ժամանակակից քաղաքակիրթ կինը։ Անդրեյ Վիտով, արձակագիր, Մոսկվա։ Սոնան ցույց է տալիս թատերականացվող, փոփոխվող կյանքի բուն ռիթմերը։ Սա նախամարդու պոեզիա է, քաղաքակիրթ նախամարդու։ Սա առաջին կնոջ Եվայի պոեզիան է,
զորք բարոյախոսության պարտադրանքից, կլիշեներից կամ օրիգինալ Երևանու շինծու խաղերից։ Գոհար Նիկողոսյան, արձակագիր։ Կա արդյոք իր անհատականության հետ այդքան համահունչ պոետական ձայն։ Կանացիության այդպիսի եզակի չափ գրող մեկ այլ կին բանաստեղծ։ Գիտեմ, որ չի սիրում բանաստեղծուհի բառը, որի ապրելու ու գրելու ձևը կնմահաճ ու թեթև պար է ավազի վրա, բայց որի ձայնի հոգևոր հետագիծը իր հզորության առումով առավել քան արական է։ Կարելի է ասել, որ սա ոչ թե կնոջ կամ տղամարդու, այլ անսեռ հոգու ձայն է։ Սա հաց տվողի, կարմիր խաչի, գթության քրոջ գործ է, որտեղ սեռը ոչ թե բացակայում է, այլ պարզապես կարևոր չէ։ Սա մարդու պոեզիա է, որի միջոցով կինը տոնում է իր սեռի կատարելությունը, ծանոթանում իր գենի պոտենցիալին, իսկ տղամարդը հայտնաբերում է կնոջը, առավել ամբողջական եւ զգոն մեկ այլ ավելի բարձր հարթության մեջ։ Վահան Վարդանյան, բանաստեղծ, թատերագիր։ Տողի ներքին շարժման եւ այն արարող բանաստեղծի ֆիզիկական շարժման սինխրոնությունը միանգամից գրավեց լուսանկարչի իմ աչքը։ Սոնան դարձավ իմ սիրելի բանաստեղծն ու իմ սիրելի նկարչական մոդելը։ Հաճույք էր Սոնայի հետ աշխատելը։ Ես փորձում էի ընդգծել նրա ներքին եւ արտաքին շարժման նույնականությունը։ Երկուսն էլ արտաքուստ թեթև ու պարային, իսկ ներքուստ խորն ու տրամաբանված։ Նրա պոեզիան եւ անհատականությունը հավասարապես հզոր ու միմյանցից սնվող երկու էլեմենտներ են։ Սվետլանա Մակավեցկայա, ֆոտոլրագրող, Մոսկվա։ Ծերունու կոշիկները կտավի մեջ Սոնավանի գործերը եւս ներկայացնում են մարդկային ճակատագիր, մարդու անցած օղի, այնքան որ խորն է ապրումի, գույնի եւ առարկայի միասնությունը։ Սոնավանը իմաստուն է որևէ հոգեվիճակ նկարագրելիս, բացառիկ ճաշակի առումով եւ նաեւ հնարամիտ, անսպասելի ու ճիշտ բառը ընտրելու եւ պատկերը նոր ուղղությամբ ու չափումների մեջ դնելու հարցում։ Մի ներքին գաղտնիք կա այստեղ, մտերմիկ, քեզ հետ, հենց կողքիդ գտնվող բնական ձայնի ներկայություն, որը միայն իրենն է, շփոթել անհնար է, ուրեմն հիշեք այս անունը։ Սոնավան։ Բարձր ծափայությունների նկատմամբ Մենք այսօր դեռ առիթ ենք ունենալու շփվել Սոնավանի հետ, հենց դա է մեր այսօրվա հավաքի նպատակը, իսկ մինչ այդ պետք է ներկայացնենք այսօրվա նոր գիրքը։ Ուզում եմ այստեղ հրավիրել այս աղջիկը գրքի խմբագիր, բանաստեղծ Հայկ Սիրոնյանին։ Բարև սիրելի հյուրեր, օգտվելով առիթի ինձ համար բախտ եւ պատերություն է վիճակել ինձ ոչ միայն մտերմությունը վայելելու Սոնայի, այլև աշխատելու Սոնայի հետ, լինելու տարբեր տեղերում եւ տեսնելու անձամբ, թե ինչպես են աշխարհում ընդունում եւ սպասում Սոնայի գրականությանը։ Ես տեսել եմ ինչպես են հրճվանքով կարդում Սոնային հնդիկները, արաբները, եվրոպացիները, ես քիչ առաջ ասեցի։ Ինչու այս աղջիկը, որովհետև Սոնան, ինչպես գիտեք իր նախորդ ժողովածուներից, ես անուն չունեմ, ես ձայն եմ լսում եւ ես կարծում եմ, որ նա տարիք չունի նաեւ, որովհետև ոսկեծամ մի աղջնակ, տեսնում ես, կարդում ես եւ տեսնում ես աղջկան, տեսնում ես կնոջը, մտածող, կարեկցող, հրաշալի ասվեց նախորդ խոսքում, որ Սոնան ընկերակցում է քեզ, Սոնայի գրականությունը սփոփում է քեզ, չի մտցնում, չի հիշեցնում կյանքի վերջի մասին, չի հիշեցնում դատաստանների մասին, որքան էլ որ կհանդիպենք մենք Քրիստոսի, Բուդդայի կամ շատ ուրիշների անունները։ Ահա այսպես մենք եկանք այս աղջիկը մտքին, ավելի ճիշտ Սոնան եկավ եւ ես էլ համոզվեցի, ինձ համոզեց։ Ինձ դուր է գալիս նաեւ մի ուրիշ կարևոր կետ, որ այս ժողովածուն արծարծում է այնպիսի խնդիրներ, որ համաշխարհային գլոբալ խնդիրներ է արծարծում, այսինքն չի մնում նեղ հայաստանյան պատկերացումների մեջ կամ ընդհանրապես Ամերիկայի կամ աշխարհի որևէ մի կետի, այլ ընդհանուր կնոջ խնդիրներն է բարձրացնում։ Տեսնում ես ինչպես են մրջունի պես դագաղ մուսած գնում կանայք, տեսնում ես ինչպես է կինը էքստազի մեջ, կինն է կենտրոնում։
Եվ ես չեմ ուզի ավել խոսել թողնելով ձեզ ընթերցելու ամբողջ վայելքը, այլ միայն կասեմ, որ Սոնան համակսեր է, իսկ սիրո մասին երկար բարակ չանել խոսում, չանել ճամարտակում, մաքսիմում բանաստեղծություն։ Կեցե Սոնա ջան, երջանիկ եմ, որ քո կողքին եմ եւ բախտ եմ ունեցել կարդալու քո գիրը քո ձեռագրով։ Շնորհակալ եմ։ Արիլ սիրելի բարեկամներ, ուրախ եմ, որ պոեզիանի շուրջ հավաքել է այսքան հարգի մարդկանց, մտավորականների եւ արվեստի գիտակների։ Սոնայի այս գիրքը, այս աղջիկը իսկապես շատ գնահատվեց եւ ճշգրիտ գնահատվեց իր էության, բովանդակային լայնությամբ, կնոջ հոգու ամենաթաքուն կողմերը պոեզիա բերելու հաճախ ասում են անկեղծություն, բայց անկեղծությունը եթե ճաշակով չեղավ, դա կարող է վերածվի ոչ անկեղծության, այլ հակառակը, հակապոեզիա կարող է լինել։ Ամեն դեպքում Սոնան այս աղջկա աչքերով դիտարկում է կյանքը Ամերիկայից Հայաստան, Հայաստանից Սինգապուր եւ այլն։ Դա աստված, որ այդ աղջիկը, այդ փոքրիկ աղջիկը չգիտես ինչի սիլիկոնե կրծքերով լուսանկար է, գրքի վրա եւ մեղուները վրա են տվել։ Թող միշտ քաղցր լինի այդ աղջիկը եւ մեղուները միշտ նրա հետ լինեն։ Շնորհավորում եմ գիրքը, լավագույն ծանոթ։ Եվ իհարկե գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Դավիթ Գասպարյան, ձեր ծափահարությունները։ Խնդրում եմ ճանապարհորդեք, պարոն Գասպարյան։ Ես շնորհավորում եմ ասպետի ծնունդը, Սոնայի գրական ընթացքի ես հետևել եմ, նախորդ գրքերը ոչ միայն կարդալ, գրախոսել, նաև բանախոսել եմ տարբեր ամեններից։ Այս գիրքը ներքին զարգացման երթականների օղակներ առանց իրեն կրկնելու։ Սոնայի բանաստեղծությունների ուժը ըստ իս նրանում է, որ գալիս է իր անձնական կենսագրությունից, իր մարդկային կենսագրությունից եւ աշխատում է ոչինչ չթաքցնել, չկեղծել, չկեղեցկացնել, բայց այդ ամենը ներկայացնել բանաստեղծական միանգամայն նոր ձևերի մեջ։ Հիմա այստեղ տեսնեք եւ ինտերնետ, եւ ժամանակակից կյանքի այլ խորհրդանշանները, եւ դա ժամանակակից մարդն է իր միջավայրով, իր կենցաղով, իր ամեն ինչով։ Սոնավանի պոեզիայի գնահատության գործում կարևորում եմ նաև բանաստեղծության ձևը։ Գրում է այնպես, ինչպես խոսքը գալիս է, բայց գալիս է ոչ թե այնպես թղթի վրա շապկալով բառերը, այն ներքին մի յուրահատուկ ռիթմ ունի խոսքը։ Մի յուրահատուկ ռիթմ, որը պահպանում է բառերի ձգողականությունը, պատկերի ուժը եւ բանաստեղծությունը դարձնում է բանաստեղծություն, ոչ թե ասած խոսք։ Շատ հետաքրքիր է նրա մտածողության ժամանակակից կյանքի փոխաբերությունները, համեմատությունները, մակդիրները, իրականությունը քո առջև կանգնում է այնպես, ինչպես կա, ոչ թե վերցված մեկույթ աշխարհից, մեկույթ շերինակի անդրադարձից։ Սա է շատ բարձր եմ գնահատում եւ ուրախ եմ, որ այս իր գրքով Սոնավանը մեր այսպես միջավայրում կազմակերպեց հերթական գրական տոնը, որովհետեւ նրա յուրաքանչյուր այսպես գրքի հանդես, շնորհանդես վերածվում է գրական տոնի։ Ուրախ եմ եւ շնորհավորում։ Սոնավանի պոեզիայի մասին խոսելիս կարծում եմ շատերի սրտերում եւ ականջներում հնչում է մի թավշյա հրաշագեղ ձայն եւ այն շատերի սրտերին արդեն դիպչել է Սիլվա Յուզբաշյանի ձայնով։ Խնդրեմ բարձր ծափարություններով բերնանք Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյան։ Այստեղ
Սիրելի Քեթրինը ասաց, որ Սոնան 8 գրքի հեղինակ է, այո, իսկապես, բայց որպես նոր գիրք, սա 7-րդ գիրքն է, մի գիրքը հատնտիր է։ Իսկ որպես ծնունդ 7-րդ գիրքն է, իսկ գիտեք 7-ը Աստվածաշնչում խորհրդավոր թիվ է, հատկապես հայտնությունների գրքում 7 հրեշտակներ, 7 հրեշներ, 7 մեղքեր, մի խոսքով։ Սոնան, ինչ ասեմ, Սոնան այն եզակիներից է, որի համար տարիները դարձվում են, բայց երբեք տարիք չի դառնում։ Քանի որ հմայքը, կարծեմ Կոկոշանելն է ասել, հմայքը տարիք չունի, եւ Սոնայի պոեզիան էլ, բանաստեղծությունն էլ տարիք չունի։ Այո, Անդրեյ Բիտովը լսեցի ճիշտ է ասել, որ այստեղ կինն է իր նախասկզբով, մինչև 21-րդ դարի քաղաքակիրթ կինը։ Իսկապես Սոնան իր մեղկատուփը, իր բառն է, բացում է բոլորի առջև, ընթերցողի առջև, ոչինչ չի թաքցնում, ոչ բնազները, ոչ կրքերը, անկեղծ, չափից դուրս, մերկության չափ, պարզ, եւ շատ հաճելի նուրբ հարաբերության մեջ է մտնում ընթերցողի հետ, եւ արյունը խլրտում է ու դիպչում սրտիդ։ Շատ միշտ ասում ենք Սոնավանը ինքնատիպ բանաստեղծ է, այո, ինքնատիպ է, ասելիքը հորդում է, բայց ասելու ձևը, կերպը զուտ սոնայական է, ու զարմանում եմ իրականն ու անիրականը, առօրյականն ու երկնայինը ինչպես է կապում իրար։ Այս գիրքը, այս աղջիկը շատ սազում է այս վերնագիրը, դեպ հիմա հիշեցի Երջանկա հիշատար ամուսնում Նուբար Ջանոյանին, որ երբեք այդպես էր դիմում, աղջիկ կամ մի բան էր պատմում, ասում էր այս աղջիկը, կարծում եմ այդտեղից վերնագիրը չգիտեմ ինչպես եք որոշել, բայց շատ բնորոշ է Սոնային։ Ափսոս, որ այս գրքում Սոնան ունեցավ մեծ կորուստներ 20 թվականից հետո, փորձրեց շատ նվիրական մարդկանց, սիրելի ամուսնուն, սիրելի մորը, հայրենիքի մի մեծ հատվածի կորուստը, պատերազմի չփակվող վերքը, նոր պատերազմի տագնապը, բոլորը այս գրքում կան։ Եվ չգիտեմ, ես մեծ ակնածանք ունեմ գրականագետների հանդեպ, բայց ինձ թվում է, որ իսկական պոեզիան բացատրել չի լինում, ինչպես որ մարդկային մեծությունը, երբ կարդում ես, քեզ օգնում է ապրել։ Սոնան հիմա հիշեցի, ինքը շատ լավ է բնորոշել, ասում է, լավ գրականությունը այն է, որ օգնում է ապրել, հաղթահարել գոյաբանական վախերը, հարատել մենության մահվան զգացումը, ձեռքը մեղմ ու սիտ դնել եւ ասել, որ վաղը լավ օր է լինելու։ Սոնա ջան, շնորհավորում եմ եւ ես այն բարե երջանիկներից եմ, որ ամեն անգամ բախտ եմ ունեցել մասնակցել Սոնայի շնորհանդեսներին, այս էլ 7-րդ անգամ։ Եվ Սոնայի թույլտվությամբ, այս գրքից մի երկու բան նշել եմ կկարդամ, Սոնայի թույլտվությամբ 5 գործերից, որ ինձ խնդրել են ներկայացնեմ։ Դավիթ Գասպարյանը ճիշտ ասեց, որ Սոնայի պոեզիան հոգևոր ճամփորդության, տեսագրության պոեզիա է։ Պապս քահանա էր, նա Աստծուն հավատում էր առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան ժամը 6-ը, իսկ 6-ից հետո հանգստանում էր։ Հայրս ֆիզիկոս էր, նա 9-ից 6-ը հերկում էր Աստծուն, իսկ 6-ից հետո գաղտնի հավատում։ Հորաքույրս բոլոր իր սիրային նամակները պահում էր մաշված ավետարանում, հայտնությունների հերթականությամբ։ Նա ընթերցում էր Աստծո խոսքը եւ նամակները դեմքի միևնույն արտահայտությամբ, եւ երկուսին էլ նա հավատում էր, միայն կիսով չափ։ Հենվելով նրա առեղծվածային ժպիտի վրա, բանալու անցքից, դժվար էր ասել, թե հորաքույրս ում էր նախընտրում այդ օրը փրկության համար։ Մայրս քիչ էր մնացել, որ մոռանայի,
Ժամանակ չուներ հավատալու կամ չհավատալու։ Նա միշտ զբաղված էր ոչնչից ինչ որ բան արարելով։ Ես ժառանգել եմ պապիս ցերեկահավատությունը, հորս իր ինքնահավատությունը, հորաքրոջս ժպիտը և մորս ձեռքերը։ Ֆիզիկոս հայրս լուրջ հավատում էր Քրիստոսի փառախուն ծնված լինելու պատմությանը։ Նա միշտ ասում էր, որ սովորաբար ճիշտ են դուրս գալիս անհետև թվացող պատմությունները, քանզի ոչ մեկը իրավունք չուներ այն օրինելու։ Կարեկցանքով էր հայրս միշտ խոսում Հովսեփի մասին։ Ֆիզիկոս հայրս հրաշքների էր նաև հավատում, մայրս հրաշք էր։ Ես այս օրերին Աստծուն կրում եմ բեռնաշապտիս տակ հացի նման ու բաժանում եմ ում որ պատահի։ Մեր խոհանոցում մեծ փայտե տաշտը միշտ նույն չափով էր լցված խմորով։ Մայրս կարծես թե իր մատներից էր սարքում խմորը, կամ ավելի շուտ խմորը կարծես մորս մատների մետամորֆոզն էր փայտե տաշտի մեջ։ Մայրս երբեմն փորձում էր սրբել քրտինքը դեմքի և 10 հավասար խմորի շիթեր մորս մատներից ձգվում էին մինչև նրա ճակատը։ Հայրս ասում էր, որ խմորից է մայրս մեզ սարքել ու ծիծաղում էր։ Մայրս լռում էր ու շարունակում խմորից ջերմակ հրեշտակներ կախել մատների ծայրից։ Մայրս, երդվում եմ, կարող էր քայլել ջրերի վրա, թե կարողանար ձեռքերը մի կերպ պոկել խմորից։ Սոնան իր բանաստեղծական տեսիլքներում հաճախ է հանդիպում փրկչին։ Եվ ինձ թվում է, թե Սոնանի մոտ աստվածավախություն չկա, այլ աստվածասիրություն է։ Ինքն է ասում, չէ, տեսնես, որտեղ են գնում ինձ նման աղջիկները այն, որ ոչ անմեղ են, ոչ շատ մեղավոր։ Ինչպես է տեսնել ջերմաստիճանը դրախտի հեռու արվարձաններում։ Ժողովրդի, հա։ Որ իրեն այդ դրախտ ուղարկեն։ Այդ օրը երազումս մի սև հրեշտակ աջ ուսը առած հայտնվեց ճամփիս ու հրամայեց հետևել իրեն։ Դե ես իհարկե նախ հետևեցի, բայց ճանապարհին հարմար առիթով նրան պատմեցի, որ ես անմեղ եմ, որ եւ վերքերն այս ոչ թե մեղքերի, այլ ամփոփցության, հետաքրքրության եւ շտապելու հետևանքով են հայտնվել այստեղ կոնքերիս վրա, ինչպես օրինակ ավելացրի վերքերը մանգան ծնկների վրա եւ իմ կարծիքով մի անմեղագույն հայացք ձգեցի հեշտակի վրա, բայց լսողնով էր, երբ հասանք դժոխք, մի սուրբ ծերունի մի քանի կոճք դրեց կրակին ու դանդաղ խառնեց։ Ես այդ օրվանից Աստծուց ավելի վախենում եմ հրեշտակների սուրբ սխալներից։ Գնելուց առաջ ես Լոս Անջելես քաղաքը նեղլիկ ու բարձրակրունկ հանում եմ շուտ, ոտքս ցավացնող կոշիկի նման։ Քիչ անց երազում հայրական տանս, թաթերս թաքուն հույր հիշողությամբ գտնում եմ մաշված լայն ոտնամանս, որ հանճարեղ էր, խեղճ ու մարդկային, վանգոգյան կնճռոտ կոշիկի նման։ Մի քիչ էլ անձամբ շփվել Աստծո հետ, փակում եմ կեսից աղոթագիրկս թռչում Հայաստան։ Իմ ինչին են պետք այս հողի վրա հույսն ու հավատքը, երբ որ ես այստեղ ճիշտ իմ տեղում եմ եւ այնտեղ եմ ես ուր կուզենայի։ Այստեղ Տիրոջ պես ես մենակ եմ ֆրֆռում միայն եւ Աստծո նման այս հողի վրա ես անտարբեր եմ իմ հավատամքին։ Ու երբ հոգնում եմ ծանր աղոթքից, մի տոմս եմ կտրում ու 6-7 օրով թռչում Երևան։
Այստեղ 6 օր ինձ բավական է մի մեծ տիեզերք կերտելու համար։ 7-րդ օրը ես ոտքերս վեր հանգստանում եմ աղոթքից առաջ։ Ես ձանձրացել եմ անվնաս նազուկ աղջիկ լինելուց։ Եվ հաջորդ կյանքում ես որոշել եմ ծնվել որպես ուժ։ Դու էլ երկնավոր հաջորդ գալուստիդ ծնվիր մեղավոր մի գեղեցկուհուց շքեղ պալատում եւ արի ինձ մոտ։ Ես որոշել եմ իմ հաջորդ կյանքում ապրել որպես ուժ պսակի վրա հաջորդ փրկիչի։ Վաղուց, շատ վաղուց ես ձանձրացել եմ վախվորած նազուկ աղջիկ լինելուց։ Զարմանալի է, դու չես ձանձրացել այսքան ժամանակ Աստված լինելուց։ Այնքան ժամանակ, որ նա կամենա դարերով սպասել իմ վերադարձին, ես քեզ պես թույլ ու անհրապույր շորեր եմ հագնում ու լռում քեզ պես, հենց այդպես։ Այսպես ես էլ կարող եմ սիրել շատերին միաժամանակ, կարող եմ նույնիսկ տեղի անտեղի պատժել բոլորին միաժամանակ։ Երբ որ ժամը գա, կարող եմ կամոք բարձրանալ խաչին ու հուդա կոչել այնտեղից մեկին։ Կարող եմ խոստանալ ու չգալ։ Երբ քեֆս տեղն է, կարող եմ նույնիսկ հրաշքներ գործել։ Ասեք, կարող եմ ետ բերել նորից կանաչ աչքերով մի վաղուց մեռած սիրուն տղայի։ Իսկ մնացածին ասել սպասեք։ Կարող եմ նույնիսկ գինի դարձնել ջուրը շուրթերին հենց նույն տղայի։ Այդպես, երբ ես ուզում եմ այնպես խենթացնել մեկին, որ նա կամենա կույս ասել մորս, տեր կոչել հորս եւ 2000 տարի սպասել իմ վերադարձին, ես ուսերիս եմ թափում մազերս, փշեպսակ եմ դնում ճակատիս, թույլ, անհրապույր շապիկ եմ հագնում ու լռում քեզ պես։ Հիմա երկու բանաստեղծություն, շատ էի նշել, բայց արդեն շատ է, արդեն երկու գործ ու իհարկե այս գիրքը լրիվ նոր գեղագիտական, հոգեբանական ճանաչման նոր որակ է Սոնայի մոտ։ Այստեղ վերջում մի լավ գործ կա, Լոլոզն ու Թոփուզը, մոնումենտալ գործ է, ես կխնդրեմ, որ հենց առաջինը դա կարդակ, երկար է, չխուսափեք, դա մաքուր ֆիլմի սցենար է։ Ուզում եմ ապրել երբեմնակին։ Սեր իմ, հենց երրորդ օրը ըստ կտակիդ, աչյունիդ մոխիրը ես բաժանեցի հավասար երկու մասի ցուցամատով, հողի համար ու օվկիանոսի։ Այդպես մայրս էր միշտ խոհանոցում բաժանում այրուրը երկու մասի, հավասար հացի համար ու գաթայի։ Ու մեկ էլ արարիչն է իհարկե ջրերն այդպես ցամաքից առանձնացրել։ Հիմա ամեն բան տիեզերքում զբաղված է քեզնով բացառապես։ Աղավնիները կիսում են մոխիրը, հեռավոր ճայերի հետ օվկիանոսի։ Հողը պատմում է ծաղիկներին քո պատմությունը անվերջորեն։ Իսկ ես հայտնվել եմ շարքի մեջ աշխատանք որոնող ջահելների։ Պարզվում է սիրելն էր իմ գործը ու գործազուրկ եմ դարձել քեզնից հետո։ Հետանոց սեր իմ, չցանկացար խում, ծես, ողբալած, եկեղեցի, բայց ինչու է այսքան մեռոնաբույր աշունը այս, ինչու չի դադարում թափորի հեկեկոցը ունկերիս մեջ, այսով է աղց ծիսական շարժումներով անվերջ պատարակում կրծոց կրիստալ, խնկամանը շարժելով մեկ աչ, մեկ ձախ։ Հիմա երբ դու ամենուր ես ինչպես Աստված, օդի հողի մեջ ես ու ջրերի, կարող ես ինձ սովորեցնել, թե ես ինչպես թաքնվեմ քեզնից, երբեմնակի։ Խմբագրել Հայկ Սիրոնյանը և այսպես սյուժետային
գալիս հասնում է մինչև մեր կորուստները, Արցախյան պատերազմը, Սևազգեստ կանայք, 64 Նրա են կաղթի հուշարձանը դրել են Եկեք ծափարություններով Ես մի գործը պիտի կարդամ Կատրին ջան, որովհետև Ես հաճույքով լսում եմ ձեզ Ահա գտա Գաղթի հուշարձան Աշխարհն այն չէ սոսկ, ինչ դու ես ժառանգել ուրիշներից, այլ նաև այն է, ինչը դու ես ժառանգելու ուրիշներին, ասաց հայրս, երբ ես քթիս տակ տրտնջալով կապում էի խուրջինս գաղթականին, առաջինը ով է հղացել գաղթելու միտքը, որպես լուծում, գլորում եմ ճամպրուկս ու մտածում, ով է մտցրել այդ միտքը թռչնի գլխի մեջ ու բիզոնի, առաջինը կռունկն էր, թե հայը, որ վերցրեց ցուպը գաղթականի, առաջինը մհերն էր, մհերը, որ լքեց իր տունը ու գնաց ապրելու անառիկ մի քարի մեջ, մհերն էր առաջին գաղթականը, Մուննաթի վարպետ աննախադեպ, գնացի, ետ չեմ գա, քանի դեռ հատիկը չի դարձել ընկույզի չափ մեծ, սերին, որ երկնքում ես, սպյուրքում ընդրյալ հոգիների, ես ջրում եմ մարդը քեզնից հետո, ազատում ցորենը մորեխներից, կներգաղթես դու էլ մհերի հետ, երբ հատիկը դառնա անկույզի չափ մեծ։ Հայրիկ, եթե դա իրոք այդպես է, ագրավակարն ինչու չի կոչվում գաղթի հուշարձան տիեզերքի, թե դու հենց այդ էիր ուզում ասել նոր։ Ողջույններով Սիլվա Իզբաշյան Պետք է ասեմ, որ կամերային թատրոնը պատահական վայր չէ, թե ինչու հենց այստեղ ընտրվեց մեր այսօրվա ջերմ հանդիպումը, քանի որ Սոնավանի հետ մեր ստեղծագործական կապը, թե բարեկամական եւ թե հոգեվոր ամուր կապը հիմք է դրվել արդեն 20 եւ ավել տարիներ առաջ եւ պետք է ինչ-որ իրադարձություն տեղի ունենար, որը իր մեծ կնիքը կթողներ, ավելի ամուր հանգույցով կկապեր այն եւ կսկսվեր մի նոր ստեղծագործական էտապ։ 2024 թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված կին ստեղծագործողների մրցույթում Սոնավանի «Ես անուն չունեմ» ստեղծագործությունը ժողովածուն հաղթող ճանաչվեց, որի հիման վրա կամերային թատրոնում բեմադրվեց մոնո ներկայացում։ Այստեղ ներկա է դրամատուրգ Անուշ Ասլիբեկյանը, ում անմիջական մասնակցությամբ եւ վարպետորեն մոտեցումով բանաստեղծությունները ստացան պատմության այսպես ուրվագից, դրամատուրգիական գիծ եւ մի ամբողջական կնոջ դրամա։ Եկեք ծափարենք Անուշ Ասլիբեկյանին։ Մոնո ներկայացման երաժշտությունը հրաշալի երգահան ստեղծագործող կոմպոզիտոր Վահան Արծրունին է։ Ներկայացման բեմադրող ռեժիսորն է կամերային թատրոնի երիտասարդ ռեժիսորներից կամերային թատրոնի տնօրեն Լուսինե Երեջակյանը։ Եվ ներկայացման արդեն մոնո արտիստը կամերային թատրոնի վաստակավոր արտիստ ես։ Կարծում եմ հեղինակը հենց ինքը լավագույնս կներկայացնի ներկայացման ընդհանուր պատկերը եւ շատ կուզենայի նաեւ խոսեինք այս աղջիկը գրքից, որը կարծես արդեն բավական շատ խոսակցությունների տեղիք է տվել եւ կարծես դուք ներկայացնում եք այն որպես նոր մարդու պոեզիա, չէ՞, այսպես նոր մանիֆեստ, շատ կցանկանամ, որպեսզի դուք ամբողջ բովանդակությունը եւ ձեր աշխատանքային process-ը ինքներդ ներկայացնեք առաջին դեպքով։ Բոլորիցը ձեր ներկայության համար, իսկապես բանաստեղծի համար չկա ավելի ջերմ բան,
քան տեսնել իր ընթերցողներին իր շուրջ հավաքված գրաքննողներին, արտիստներին, ովքեր ուղեկցել են ինձ իմ ստեղծագործական ճանապարհի վրա։ Շնորհակալ եմ նաև այս թատրոնի տնօրենից եւ բոլոր դերասաններից եւ ռեժիսորից քեզնից բացության այս հրաշալի առիթը ընձեռնելու համար անշահախնդիր ձևով։ Ուղղակի շատ շնորհակալ եմ, ուզում եմ ծափահարել թատրոնի մոնոդրաման, որը հաղթեց քաղաքապետարանի մրցույթում, իր մեջ ամփոփում է ոչ միայն ես անունչ ունեմ բանաստեղծական ժողովածուից բանաստեղծությունները, այլ նաև այլ բանաստեղծական ժողովածուներից ընտրված բաններ, որոնց հիմնական նյութը սեր եւ պատերազմ։ Թե ինչպես է ընդհանրում կնոջ երջանկությունը պատերազմի միջոցով, եւ թե ինչպես կինը պիտի կարողանա պատերազմի դեմ գործող հիմնական հերոսը, քանի որ ինքը ունի ամենամեծ ալիբին, այն է, որ կորցնում է իր զավակին, իր ամենամեծ ունեցվածքը, իր ամենակարևոր բանը իր կյանքում, կինը կորցնում է պատերազմի ժամանակ, հետևաբար կինը ունի այդ մոտիվը պատերազմի պարտության տանելու։ Եվ ես քիչ-քիչ սցենարներ եմ առաջարկել, որոնք պոետիկ են իհարկե, բայց նաև կարող են շատ պրակտիկ լինել, որովհետև իմ կարծիքով յուրաքանչյուր մտածող մարդ այս աշխարհում առաջին հերթին պիտի մտածի այն անհեթեթ արյունահեղությունների մասին, որով այսօր աշխարհը ցնծում է ճակերտների մեջ։ Այդ անհեթեթությունը, այդ վայրագությունը, որը մարդու կենթանական եսի արտահայտությունն է, եւ տեխնոլոգիաները իրենց այս հրատապ արագ ընթացքով մարդկային բարոյականության եւ տեխնոլոգիայի միջև առաջանում է մի հսկա վի, որը պետք է լցնել ինչ-որ մի կարևոր բանով, որովհետեւ այլ կերպ մարդը գնում է դեպի կործանում։ Այսօրվա ընթացքում, եթե մենք թույլ տանք, որ շարունակվի, ապա մարդկային ագահությունը, դեսպոտությունը, այն վայրենությունը, այն աստիճանի է հասել, որ ուժը հաղթող է եւ ոչ մեկը չի կարող կանգնեցնել այդ։ Եթե ոչ կազմակերպած հոգևոր ուժ, որը կկարողանա ինչ-որտեղ ցնցել եւ ընդհատել այդ չարաբաստիկ օղակը, պատերազմի չարաբաստիկ օղակը, որը մեզ համոզել են, որ իբր անխուսափելի է, բայց իրականում անխուսափելի չէ։ Պետք է անել այնպես, որպեսզի խաղաղությունը դառնա նույնքան հետաքրքիր եւ նույնքան շահութաբեր, որքան պատերազմն է, որի պատճառով դրանք սկսվում են այսօր եւ չեն էլ ավարտվում այլևս ինչպես առաջ։ Փոխակերպում են հիբրիդային այլ ձևեր են ստանում եւ շարունակում են, որովհետեւ դրանից օգտվում են որոշ մարդիկ։ Ինձ համար սա շատ կարեւոր եւ սևեռումի հասած զգացողություն է, հատկապես կնոջ չօգտագործված էներգիան եւ ստեղծագործական միտքը եւ քնքշությունը հաղթահարելու այս անհեթեթությունը աշխարհի վրա։ Ես եկել եմ այն համոզման, որ նախկինում եթե ամեն բան կատարվում էր չարի եւ բարի միջև, սև ու սպիտակի միջև, այսօր կա երրորդ ավելի վտանգավոր մի ուժ, որը կոչվում է անհեթեթության ուժ, նոնսենսի ուժ։ Եվ այսօր ամենամեծ չարիքների հետևում կանգնած է ոչ թե չարությունը, այլ հենց այդ նոնսենսը, որը ոչ մի կերպ հնարավոր չէ բացատրել։ Եվ ես երբ առաջարկեցի որպես պոեզիան, Չինաստանում էր առաջի անգամ առաջարկեցի պոեզիան որպես նոր մարդու ալտերնատիվ կրոն, նկատի ունենալով այն, որ այսօր տեխնոլոգիայի գիտության զարգացման հետ շատ քչերին է հաջողվում ույր հավատ ունենալ։ Իսկ պոեզիայի միջոցով մենք կարողանում ենք շփվել ենթագիտակցության այն շերտերի հետ, որոնցով հնարավոր է դառնում նույն փրկությունը, ինչ հավատավորի համար կրոնն է առաջարկում։ Բարի միջոցով մենք կարող ենք հասնել հրաշքի, ինչպես Քրիստոսը ինքը բարի միջոցով է կատարել որոշել հրաշքներ, այնպես որ բանաստեղծը համարվում է կրողը բարի, հիմնական կրողը բարի, ունի ֆունկցիա ընդհատելու այս չարաբաստիկ շղթան եւ այս վիհը, այս անդունդը, որ առաջացել է մարդու հոգու եւ նյութի միջև, լցնել բառերով, այնպիսի բառերով, որոնք կարողանան կամուրջ հանդիսանալ տիեզերքի եւ մարդու միջև։ Մարդը որպես դերևս չավարտված պրոյեկտ,
տիեզերական պրոյեկտ, որը դեռ ընթացքի մեջ է։ Մենք չենք հասնում աստվածային դառնալ, բայց մենք շատ հեշտությամբ կարող ենք ետ գլորվել դեպի կենդանարդը, դեպի կենդանի վայրենին, որը մենք այսօր անվերջ տեսնում ենք այս պատերազմների մեջ։ Հետևաբար ես գտնում եմ, որ այսօր բանաստեղծը շատ ավելի մեծ ֆունկցիա ունի կատարելու, քան երբևէ, որովհետև երբևէ այսքան ծայրահեղ եւ այսքան ապոկալիպտիկ չեն եղել ժամանակները։ Եվ ես կարծում եմ, որ ոչ միայն բանաստեղծի, այլ նաև ամբողջ մտածող հասարակության ուշադրությունն է պետք հրավիրել այս սիտուացիայի վրա, որտեղ այսօր մենք ունենք մի նոր դեղանյութ թմրադեղ, որը հենց ինտերնետն է կամ համացանցը, հեռախոսը, որից մենք չենք կարողանում հեռանալ։ Շատերը հեռացել են բառից, հեռացել են պոեզիայից, հեռացել են աստծուց, բայց չեն կարող 10 րոպե հեռանալ այդ հեռախոսից, որը նրանց ամբողջ ուշադրությունն է գրավում։ Եվ մեզ տրվող ինֆորմացիան, որը կես կեղծ, կես ճիշտ ինֆորմացիա է, որը երբեք չի զտվում, եւ որը երբեք չի դառնում գիտելիք, չի մարսվում մարդու կողմից, մարդը զրկվում է նաև իր հիշողությունից եւ իր տրամաբանությունից, եւ հենց նոնսենսը, որի զոհն է այսօր ամբողջ տիեզերք, ամբողջ աշխարհը, հենց այդ նոնսենսը գալիս է նրանից, որ մարդը դադարել է տրամաբանել։ Իրեն տրվում են պատասխաններ համացանցի միջոցով, չաթ, չգիտեմ, այսինքն մարդը զրկվել է տրամաբանելու հնարավորությունից, այսինքն փորձում է ամեն բոլոր պատասխանները գտնել առանց օգտագործելու իր սեփական միտքը եւ ուղեղը։ Եվ եթե սա համարվում է ազատ խոսքի տարածում է դրան։ Հետևաբար մեզ ինտերնետը սրում է հենց այդ ինֆորմացիայով, որը ամրացնում է մեր սխալ մտածողությունը երևի, թե մեր սխալ ըմբռնումը, մեր սխալ գիտակցությունը, այսինքն չի օգնում, որ մենք տեսնենք տարբեր իրավիճակներ եւ տարբեր հայացքներ, այլ մեզ տալիս է միայն այն, ինչը հենց ամրապնդում է մեր իմացած սխալը, որը շատ վտանգավոր բան է, եւ հենց այդ պատճառով էլ այսօր մարդը ընդհանրապես տենդենսը գնում է դեպի ֆաշիզմ, որովհետեւ մարդը եթե հավատում է, որ ինքն է միայն միակ ճշմարտության գրողը, ինքը բացառում է մեկ այլ կարծիք։ Եվ բացառում ես մեկ այլ կարծիք, դու ակամայից դառնում ես ֆաշիստ, որովհետև դու քեզ ավելի բարձր ես համարում, քան մեկ ուրիշը, որը այլ կերպ է մտածում։ Այլախոհությունը մեզնից դուրս է գալիս եւ մենք տեսնում ենք, որ աշխարհում շատ առաջնորդները այսօր ավելի շատ հակված են ֆաշիզմի, քան դեմոկրատիայի։ Հետևաբար որպես փոքր ազգ, որը չի կարող ապրել ֆաշիզմի գերակայության պայմաններում, մենք ամեն կերպ պարտավոր ենք անել այնպես, որ այս բալանսը պահպանվի։ Սա կարելի է անել գրողների միջոցով, նկարիչների միջոցով, երաժիշտների միջոցով, այն մարդկանց, ովքեր հոգը ունեն վաղվա աշխարհի, թե ինչ է կատարում, մենք ինչ աշխարհ ենք ժառանգելու մեր զավակներին։ Իմ այս բոլոր մտահոգությունները ես փորձել եմ բանաստեղծականացնել եւ Կատրինը հրաշալի դերասանուհի է եւ շատ լավ մոնոլոգի միջոցով ներկայացնում է վախերը, մարդկային վախերը, որ ես ունեմ, եւ սակայն գրողի ֆունկցիան է անել այնպես, որպեսզի մարդու մեջ գտնվող այդ անիրական վախեր, որոնք իրական բաների վրա են հիմնված, եւ կան անիրական վախեր, որոնք մեզ ծնում են դրսից, որպեսզի թույլ չտա, որպեսզի այդ անիրական վախերը մարդուն տանեն դեպի դեպրեսիա, գցեն մենության մեջ։ Բանաստեղծը ֆունկցիա ունի փրկության նաև, փրկելու մարդու հոգին, սիրտը, միտքը։ Եվ ինձ համար երբեմն այն հարցին, թե ինչն է ինձ համար կարևոր, եւ ես գրում եմ, ես պատասխանում եմ այսպես, որ ինձ համար գրելը եւ ապրելը զուգահեռ պրոցեսներ են, դրանք երբեք չեն բացառում իրենց։ Հետևաբար, եթե կյանքում իմ համար կարևոր է մի բան, չվնասել կողքից մարդու, չվնասել հասարակությանը, գրելու ժամանակ եւ կյանքում, երկու դեպքում էլ միևնույն նշանաբաններ եմ շարժվում, չվնասել, որովհետեւ այսօր սենսացիոն գրականությունը վաճառվում է, բայց սենսացիայի ժամանակ գրողը փորձում է ավելի կարծրացնել անիրական վախը, որպեսզի մարդը մտնի այդ պրոցեսի մեջ, այդ սենսացիայի պրոցեսի մեջ, առանց մտածելու, որ ավիրում ես մարդու աշխարհը, նրան զրկում ես հույսից։ Եթե բանաստեղծը պիտի դառնա ինչ-որ բանի վաճառական, ապա դա պիտի լինի միայն հույսի վաճառական։ Դա չի կարող լինի վախի վաճառական, դրամ աշխատելու համար անել մի բան, որը վնասելու է հերցով։
Այսինքն այդ ինձ համար դա կարևոր է չվնասել մարդու հազարդրական տեսքերով եւ որպես մարդ։ Հրաշալի էր։ Այս ժողովածուից ես էլ երկու գործ ներկայացնեմ, ինչպես Սոնան է ասում, Աստծո հետ բանակցությունները շարունակվում են եւ ինքը ուրիշ ձև չունի բանակցելու։ Ձեր միկրոֆոններ չեք տեսել, չէ՞։ Եկ մի բան պատմեմ Աստծո մասին։ Երազ, որի մեջ ես Աստված եմ, կամ երբ սիրելիս երազս որակեց, որպես երազի սիրագործումը երազիս մեջ։ Երազ, ծաղրում ես, ես այն մղձավանջ կանվանեի։ Այդ երբ եմ ես ցանկացել լինել Աստված։ Ինձ երբեք էլ դուր չի եկել Տիրոջ հավակնությունը այդ ամենայի։ Կամ բացարձակ լինել ամեն ինչու։ Անլուրջ բան եմ զգացել դրա մեջ միշտ, նախընտրելով ունենալ կոնկրետ ֆունկցիա ու լինել բացարձակ սոսկ մեկ հարցում։ Ինչպես հնդկական աստվածները, որոնցից ես կուզենայի լինել Կրիշնան զորօրինակ եւ ամենաչարաճճի աստվածը բոլորի մեջ։ Հիշում ես սիրո պատմությունը նրա Ռադայի հետ։ Ռադա դա ով է։ Նախ գլուխը դիր ծնկիս չարաճճի։ Սեր, դու ինձ հիշեցնում ես այնքան իմ վերջին տիկնիկի սև մազերով, ում ես խոզեցի բութ մկրատով, հագցրի ջերմակ վերնաշապիկ, կարմիր ներկեցի շրթունքներս և այդ գիշեր մենք երկար համբուրվեցինք վերմակիս տակ։ Դա իմ մանկության վերջին օրն էր, վերջին արար է իմ անմեղության։ Սահակին ես կորցրի ամիսներ անց, սեպտեմբերի 1-ին առավոտյան, մայրս նրան աղբար կլներ գցել առանց ինձ կես բերան հարցնելու։ Ես հավատում եմ, դու հավատում ես, որ տիկնիկները մեռնելուց հետո գնում են դրախտ, ու որ նրանք են այնտեղից շարժում բախտի թելերը մեր, այնուհետև հիշաչարությամբ փորձելով պատժել մեզ իրենց կորցրած թևերի համար, խուզված մազերի, իջած կոպերի, ու հավանաբար բամբասանքների սարեր են սարքում մեր այն մանկական անմեղ խաղերից, արդարանալու համար, Տիրոջ մոտ իրենց խեղկատակ վիճակի համար։ Եվ կամ պարզապես արդարությանը հավերժ վիճակը ծրելու համար։ Տեսնես Սահակը ինչ է մոգոնել իր վերնաշապի ջերմակի վրա մորը շրտներկի լաքայի մասին։ Ես հավատում եմ, դու հավատում ես, որ տիկնիկները մեռնելուց հետո գնում են դրախտ։ Բայց ինչ վստահ էի ես, որ Սահակը նույն բանն էր ցանկանում։ Բացի այդ մեղավորը մայրս էր, ոչ ես։ Ես նրա հետ չխոսեցի մի ամբողջ օր, մերժեցի պաղպաղակը անգամ շոկոլադե, ու այդ գիշեր երկար ես լաց եղա շնչահեղձ, վերմակիս տակ։ Երազումս իմ մանկության քաղաքում է, խաժամոշն է շարժվում մեծ պաստառներով, որտեղ են փայլուն ջակատները մտածում են, սրբերը խաչվել են բարձվում են, առանց երկուական ավազակի ամեն կողմից։ Նայում եմ երկրիս, ոչ այնքան հող, որքան ծամծամված խաղալիք է հիշեցնում այն, նետված երեք գամփռների միջև չկշտացող։ Դեմոկրատիան տառապանքին է միայն վերաբերվում։ Միևնույն չափով են մխկտում սևազգեստ մայրերը ամենուրեք, սգո միևնույն համազգեստով, սահմանի այս կողմում և այն։ Միևնույն դողացող ձեռքերն են, միևնույն ողբը ուղված միևնույն երկնավորին, բարձրում մի տեղ։ Մնացած ողջը հիերարխիա է, միանձնյա իշխանություն, հանց երկնքում։ Վախը ժառանգվում է մեղքից առաջ։ Շունը ապրած կենա, վանկարկում են ու մատաղանում նրա 4 ոտքերի տակ, ջահել տղաներին, ուրիշներին։ Անիծվի այն օրը, երբ Տերը համաձայնեց կիսել իր ուժը իշխանի հետ և ասաց. կեսարինը կեսարին, իսկ իմը ինձ։ Ով է սպանել քաղաքն իմ։ Այն իմն է եղել ի սկզբանե։ Ես տեսել եմ նրան բազմիցս,
մերկ, լոսնի ծծողի տակ լողանալիս, քնել եմ դրա հետ երկնքի տակ, իմ ու քո երբեք չի եղել մեր մեջ, այնքան որ մտերիմ ենք, քաղաքս ու ես։ Ով է սպանել, հարցնում եմ վերջին անգամ, ես լսել եմ գրակոցը, երազիս մեջ, ու հայտնվել այստեղ անմիջապես, ինչպես մերյալի սիրահարված ջահել դետեկտիվը կինոյի մեջ։ Ես գրկում եմ քաղաքս ու հեգեկում, բարալես պարտվում են արցունքներիս։ Ես կին եմ նախ և առաջ և հետո պոետ։ Ես այստեղ եմ եկել փրկչի նման, քայլելով արյան վրա հանց ջրերի, բարկացած շրջելով հատիկ-հատիկ բոլոր սեղանները ճանապարհին։ Նայել եմ աչքերի մեջ անցորդների, ամթափանց ակնոցով խոզարկուի, փորձելով գուշակել հանցագործի։ Ով է սպանել քաղաքս, մանկությունս վերածելով դեպքի վայրի։ Սա է լինելու, ու միայն սա իմ կյանքի հարցը այսուհետև։ Ու գրկում համբուրում եմ երկար վարդագույն կոպերը սիրեցյալիս։ Ես այստեղ թուլացիր ասելու պես նրբորեն շոյելով մազեր, որ շարժվում են քամուց ինչպես առաջ։ Տեր, գիտեմ դու կարող ես կենթանացնել փողոցս հանց Ղազարոսին, կարող ես փոխարինել ողբալացն այս ուրախ ծղրտոցով, ժամելի սպիրտ, արթնացնելով մորս գրքին։ Եթե ոչ, ուրեմն Աստված չես դու, այլ թաքնված տեսախցիկ սովորական, որ ֆիքսում է միայն եղածը, ուրիշ ոչինչ։ Ուրեմն կգրես այս գիշեր օրագրիդ մեջ։ Տեսա, կարող էի ու չարեցի։ Շնորհակալություն։ Եվ որպես ամփոփում անպայման ուզում եմ լսել Սոնայի ամենալուսավոր մտքերից, որոնք միշտ են ուղեկցում իրեն, եւ որոնք որպես մարդկային բնութագիր, որպես կին իրեն ամենալավագույնն են նկարագրում, քանի որ Սոնան այսպես էլի ունի իր ձևակերպումը, կինը պարտավոր է երջանիկ լինել, եւ այո, միշտ է ասում, որ կնոջ պարտականությունն է երջանիկ լինել, ես ուզում եմ, որ այդ գեղեցիկ լույսով ավարտենք, եթե հարցեր ունեք, հա, ես լսում եմ ինչ-որ մեկը ուզում էր, հա, կուզենայի Սոնայի երջանկության տեսությամբ ամփոփենք, եթե կարելի է։ Ճիշտ է ասում Կաթրինը, երջանկությունը ինձ համար կարևոր ատրիբուտ է, ոչ թե կարևոր ատրիբուտ է, այլ մարդու ամենակարևոր իրավունքներից մեկն է, որովհետև երջանկությունը հաճախ ներկայացվում է որպես ինչ-որ տեղ մի բան, որ կարող է լինել և կարող է չլինել։ Ես ուզում եմ, որ յուրաքանչյուր մարդ և հատկապես յուրաքանչյուր կին հասկանա, որ կնոջ միակ օրինական պարտականությունը երջանիկ լինելն է, և դրա մեջ եսասիրություն չկա բացարձակապես, որովհետև երջանիկ կին նշանակում է երջանիկ ընտանիք, նշանակում է երջանիկ քաղաք, նշանակում է երջանիկ մոլորակ, նշանակում է երջանիկ տիեզեր։ Այսինքն նա, ով ծառայում է կնոջ երջանկությանը, ծառայում է մոլորակի բալանսին, ծառայում է երջանիկ տիեզերքի կառուցմանը։ Եվ եթե մենք կրվում ենք հանուն ազատության, հանուն անկախության, որոնք abstract բառեր են ընդհանրապես, ես չեմ հասկանում որևէ տեսակի անկախություն, բացի ֆինանսական անկախություն։ Մնացած բոլոր տեսակի անկախությունները անհեթեթ են եւ մարդը կախվածություններով։ Պատկերացրեք գա մի օր, երբ որ մի մարդը չգորոնի մեկ այլ մարդը։ Ինչքան տխուր կլինի այս աշխարհը, եթե մենք ինչ-որ բանով կախված չլինենք մեկ այլ մարդուց։ Եվ ցավոք սրտի այս տեխնոլոգիաները տանում են այնտեղ, որ մենք ինքնաբավ ենք դառնում մեր խցի մեջ, մեր հեռախոսով, ինքնաբավ ենք դառնում եւ շփումները գնալով պակասում են, որը տանում են մենության մարդուն։ Իբր այս համացանցը դուրս է եկել, որ մենք կարողանանք ավելի հեշտությամբ կապակցվել իրար հետ, բայց ստացվում է այնպես, որ այն մարդը, որ հազարավոր լայքեր է հավաքում ինտերնետի մեջ, իրական կյանքում չի կարող նշել 3 հոգու, ովքեր կարևոր ու քաղցր են իր համար, ում կորուստը իր համար կարևոր կլիներ, կամ իր կորուստը կարող է ցավ պատճառել ինչ-որ 3 հոգու։ Ես ուզում եմ մենք բոլորս կենտրոնանանք այս ամենի վրա եւ հասկանանք, որ գիտակցենք, թե տեխնոլոգիան ինչքանով է կարևոր մեր առօրյայի համար եւ ինչքան է վտանգավոր, եթե մենք դրա չափը չենք կարողանում ճանաչել։
որովհետև սա իսկապես տանում են մարդկային նոր հասարակության ստեղծման, որտեղ ռոբոտացման մարդու, ով ես տեսել եմ հաճախ ընտանիքով նստած են 5 հոգով եւ 5-ն էլ ամեն մեկը իր հեռախոսի մեջ է, այսինքն եկել են իրար հետ ճաշելու, ինչ որ ժամանակ կիսելու, բայց իրականում ամեն մեկը իր հեռախոսի մեջ է եւ այդ գեղեցիկ պահը, որ պետք է ողջունեին ընտանիքով, դիսվեին իրենց զգացողություններով, իրենց հայացքներով, մեկը մյուսի աչքերի մեջ նայելով, դա գոյություն չունի։ Եվ ես ինչքան մարդը մեծանում է, այնքան ավելի կարևոր է դառնում շփումը մեկ այլ մարդու հետ։ Եվ այսօր ես հայտնաբերել եմ, որ ինձ համար չկա ավելի կարևոր մի բան, քան նաև իմ ողքի մարդու աչքերի մեջ հասկանալ, թե ինքը ինչ է զգում այդ բանը, ինչ է զգում, ինչ կարող եմ անել փոխել նրա փոխելու համար աշխարհը, որովհետև մարդը միայն իր համար չի ապրում, ապրում է նաև ուրիշ մարդկանց համար, հասարակության համար, աշխարհի համար, եւ լավ է, երբ որ գիտակցում ես, թե ինչ կարող ես անել, եւ լավ է, երբ տեսնում ես, որ ինչ որ մեկը քո պատճառով մի փոքր ավելի զուգտած այսօր կամ քո բացակայությամբ դա կարող է լինել։ Այս գիտակցությունը պետք է պահպանել, որովհետև այն ինչ որ մեզ տանում է դեպի ռոբոտացում, մեզ հեռացնում է երջանկության զգացողությունից։ Երջանկությունը հոգու միակ ցանկությունն է, հոգին այլ ցանկություն չունի բացի երջանկությունից։ Հետևաբար, երբ որ մենք մեզ զրկում ենք երջանկությունից, մենք զրկում ենք մեր հոգուն։ Եվ հաճախ ասում են տառապանքը գեղեցկացնում է հոգին կամ ճիշտ է։ Տառապանքը կարող է ուժեղացնել, առանց այդ էլ ուժեղ մարդու։ Բայց առօրյա մարդուն տառապանքը խեղում է ընդհակառակ։ Նրա մեջ բարձրանում են կենդանական զգացողությունները, վայրենությունը, նախանձը։ Հետևաբար հնարավորինս հոգում պետք է տրվի այդ իր միակ ցանկությունը երջանկությունը։ Ես ուզում եմ բոլորդ երջանիկ լինեք եւ պոեզիան օգնում է։ Սիրելի հյուրեր, հարգելի ներկաներ, ձեր թույլտվությամբ սիրելի Սոնավան, մենք խոսեցինք տարբեր ծնունդների մասին, գրքի ծնունդի, արվեստի ծնունդի, բայց տարիներ առաջ պիտի ծնվեր մի գեղեցկուհի, ով կամերային թատրոնը պիտի զարդարեր։ Խոսքս իհարկե իմ գոլեգայի այսօր Քեթրին Մանասյանի ծննդյան տարեդարձ տեկենք մի հատ բարձր ծափարենք ու շնորհավորենք Քեթրին Մանասյանին։ Ես իհարկե իմ սերը եւ իմ հարգանքը Քեթրինի նկատմամբ արդեն ասել եմ, ես ուզում եմ այս ալիքները նվիրեմ քեզ, Քեթրին, ու բոլորիս անունից շնորհավորեմ, անսահման երջանիկ։ Բայց պիտի տամ, նկարում է շապշան, պիտի տամ։ Ուզում էի աննկատ մնար մաքսիմում։ Իսկապես պետք է ասեմ, որ համացանցից այս ամեն ինչը ես մաքսիմալ ուզում էի աննկատ մնար այս ինֆորմացիան, օրներ հատուկ չէր ընտրված, երևի նախախնամություններ են իմ եղավոր, որովհետև ես կարծում եմ, որ արդեն մեր անունները ուղղակի միասին զուգահեռներով են գնում, ինչ ինձ համար մեծագույն պատիվ է, եւ ես դարձյալ ու դարձյալ շնորհավորում եմ, քանի որ Սոնավանն է այսօրվա հերոսուհին, ուրախ եմ անսահման ձեզ հետ համագործակցության եւ նաեւ իմ հոգեվոր ընկերը ձեր համարելու համար, ցանկանում եմ նորանոր ստեղծագործական հաջողություններ եւ մշտապես մեզ ուրախացնեք նոր ստեղծագործություններով եւ ձեր երջանկության նոտաները թող միշտ թևածեն բոլորի սրտերում։ Շնորհավորում եմ դարձյալ։ Ես եւս շնորհավորում եմ բոլոր հյուրերի անունից, իսկ այս բանից սիրելի հյուրեր կարող եք շփվել, օգտվել նաեւ հյուրասիրությունից եւ իհարկե զրուցել բանաստեղծի հետ։ Ես շնորհավորում եմ ձեզ եկեք, շնորհավորում Yes? Yes, go ये तो सर Abi
Անուշ Գերնաճարյան Thank you.